Խաղալու ենք հաջորդ խաղը, հավալա։ Տղաներ ջան, ովքեր մանկության տարիների խաղացել են, ձեր բացյացեք։ Ովքեր են խաղացել։ Չկա խաղացող։ Հավալա, ովքեր մանկության տարիներին են խաղացել։ Իրականում լսել ենք Շիրակի մարզում շատ այսպես կերած, խմած, ուժեղ տղաներ կան։ Մի քիչ թերահավատորեն ենք եկել տղաներ ջան, որ կարող է այդպես չի, դրա համար որոշել ենք իծաշարուկն ու հավալան խաղալ, ձեր ճկունությունն ու ուժը տեսնել, իհարկե կարող են Շիրակի մարզին օգնության գալ բոլոր ցանկացող տղաները։ Միացեք փոքրեր, խաղի կանոնները կբացատրենք, խաղի մեջ ունենք պապ։ Հիմա եկեք ինչ-որ տարբերակով, բայց որ արագ լինի կազմակերպենք, պապազողին ընտրենք, որովհետև մի հոգի պիտի դրանար և մյուսները պիտի վրայով թռնեն։ Տղաների մասին է խոսքը, հա, արդեն ասել եմ։ Հիմա, եկեք հաշվենքով, ում ընկավ ինքը պապազողն է։ Մեծերին էլի եկեք։ Ստեմ ընդեմ, քարե տնდեմ, վեր կամ ստեք տնեմ ստե, աղեմ, մաղեմ, կլուխը թաղեմ, ողի տաջից ոսկին հանեմ, դե եվ ոնց հրհրմես եկ։ Ողի տաջից ոսկին հանեմ։ Հիմա մնացածը կանգնելու եք մեկ գծով, բայց ձեր մեջ, դուք ձեր մեջ ընտրելու եք պապ, ով որ պիտի ձեզ առաջնորդի։ Հիմա նայեք, պապը, ովքեր խաղը չգիտեն, պապը ինչ-որ հրահանգ կտա, բոլորդ կրկնում եք։ Առաջինը, որ պիտի անի, ուղղակի թռնում է, ասում է հավանա, նույնը բոլորդ պիտի կրկնեք։ Ով չի կրկնում, դառնում է պպզող և պպզած մարդը կանգնում է շարք։ Պատրաստ եք։ Այս ներողություն ամուսնացած եք։ Ամուսնացած եք։ Ահա, հիմա տեսնենք մեջքը պինտե աղջիկ տալիս եք, թե չէ։ Այնպես չեք տալու աղջիկ, մեր աղջիկները պարեցին։ Չէ, խաղացել են մեր պապերը լավ է, մեջքը պինտա։ Պատրաստ եք։ Ինձ դուք հուշում եք։ Պատրաստ։ Հիմա վազնում ենք, թռնում ենք ու գոռում ենք հավալա, ու արա գալիս ենք մեր տեղը։